ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորալ։ Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել, իմ լավ հարազատ, իմ քաղաք, կարկայի դեմ շարել, քեզ հետ հասակ եմ արել, իմ Երևան, քո ամեն շենքի հետ, ես իմ կյանքն եմ կապել առհավել։ Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր, քեզ մոտ ապրել եմ, քեզ միշտ երգել, ու անխավար լույսիդում Երևան, ամեն հայի լույսիդում Երևան, ու անխավար լույսիդում Երևան, ամեն հայի լույսիդում Երևան։ Նայեցեք, սա մեր քաղաքն է, մեր Երևանը։ Նա կանգնած է այստեղ տասնյակ դարերից ի վեր, բայց բանաստեղծները նրան անվանում են երիտասարդության քաղաք, եւ նրանք իրավացի են։ Չէ՞ որ այս բոլոր տները, որ այժմ մենք տեսնում ենք, կառուցված են վերջին տասնամյակներում, սակայն քաղաքում դեռևս կան անցյալի մնացորդներ։ Այս հին տան մեջ են ապրում մեր կինոնկարի հերոսները։ Ծանոթանանք նրանց հետ։ Այս քարտաշը Տիգրան Վարունցն է։ Նրան մեծարում են վարպետ Տիգրան կոչումով։ Շատ տներ է կառուցել նա իր կյանքում։ Երաժիշտ Ավետ Ալեքսանդրովիչ Մելիքնուբարյան։ Նա միայնակ է եւ երկարամյա բարեկամությամբ կապված Տիգրանի հետ։ Սա քարտաշի որդի Արսենն է, էստրադային նվագախմբի երգիչ։ Իսկ սա Ռուզանն է, նրա կինը։ Լսիր, դու չմոռանաս, բաճկոնից կոչակը կարել։ Լավ։ Ինչքան գործ ունի Ռուզաննը։ Այ հիմա սեղանը կհավաքի։ Կհավաքեմ ու կնստեմ տարապելու։ Շուտով քննությունները կսկսվեն։ Նա ճարտարապետական ֆակուլտետի ուսանողուհի է։ Իսկ այս փոքրիկը նրանց որդին է, Գարիկը։ Մամ, տես ինչ լավ աշտարակ եմ սարքել։ Ապրես։ Լավ։ Ահա այդ պահին էլ տուն է վերադառնում Մամիկոնյանների ընտանիքը, հայրը, մայրը և նրանց 20 տարեկան աղջիկը Օֆելիան։ Եվ երբ նա անցնում է բակով, նրանց հարևան հեռագրիչ Օնիկը մոռանում է ամեն բան աշխարհում։ Զարմանալի է, ինչ երկչոտ է դառնում նա Օֆելիային տեսնելիս։ Օնիկն արդեն ընտելացել է դրան։ Դե ինչ է իրենից ներկայացնում, ինչ-որ հեռագրիչ մի աղջկա համար, որի անունն է Օֆելիա։ Էլի լացելն այդ երեխան։ Գասպար Մամիկոնյանին միշտ ինչ-որ բան դուր չի գալիս։ Դե ումը կարող է դուր գալ այդ վայնասունը։ Օհ, այդ երեխան իմ ջղերս քայքայեց։ Ներս գնանք և մենք, տեսնենք, թե ինչպես են ապրում այս մարդիկ։ Օհո, չհաջողվեց։ Այդ տունը, ուր ապրում են մեր հերոսները,
գտնվում է մի լայն փողոցի վրա։ Եվ ով գիտե որքան երկար էր այդ հին տան կյանքը, եթե չգար այստեղ ճարտարապետ Մանուչարյանը։ Դու ինչ է, ուզում ես արդես տունը, հա? Ոչ, քանդել։ Սպասիր, ոտքով, Ինչու ոտքով, էքսկավատորով։ իսկ դու ունես այդ էքսկավատորը, հա? Իհարկե ունեմ։ բեր, ինչ խոսեք, բեր, չիգա, բեր։ Վարպետ Տիգրան։ Վարուժան Գրիգորիչ, բարև ձեզ, այդ ինչպես պատահեց։ Այսպես պատահեց, էլի, հյուր եմ եկել։ Խնդրեմ, ճանոթացեք, մեր ճարտարապետն է Վարուժան Գրիգորիչ։ Հաճելի է։ Շատ ուրախ եմ։ Ռուզաննա, մեզ գինի եւ ուտելիք բեր, հյուր է եկել մեզ մոտ։ Մայրս ձեր մասին շատ է պատմել ինձ։ Նա ձեզ մոտ երկեցողություն է սովորել։ Ախ, այդպես, ուրեմն դուք Վարդուշ Մանուչարյանի որդին եք։ Մենք ձեր մայրիկի հետ լավ բարեկամներ ենք։ Իսկ եկել եք հանդելու մեր տունը։ Վարուժան, ինչու դուր չի գալիս մեր տունը, հա? Միայն բարեկամի հինն է լավ, իսկ տները պետք է նորը լինեն։ Շուտով այս տանտեղում իմ նախագծով պետք է ձեզ համար կառուցվի մի նոր տուն։ Լավ է։ Նոր տուն։ Ռուզաննա, Լսեք, Սիրոնիկ, մեր հին տունը քանդում են եւ տեղը մեզ համար նոր տուն են սարքում։ Ճիշտ ես ասում։ Դե ինչ ես դուրս տալիս։ Ես ոչինչ չեմ դուրս տալիս։ Ինքս խոսեցի ճարտարապետի հետ։ Մամ, եկ այստեղ։ Դե ինչ ես էլի գլուխը ստանում։ Լսիր, նա ասաց, որ այստեղ շուտով նոր տուն են սարքելու մեզ համար։ Այո։ Վերջ ես մի օր կազատվեմ այս հին տնից։ այդ արդեն որոշված է։ Այո, որոշված, իմ նախագիծն էլ հաստատված։ Շատ լավ է, կյանքներս նոր է, տներն են լորը պետք է լինեն։ Ծանոթացիր, սա էլ մեր Ռուզաննան է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սպասիր։ Վերցրու։ Դար։ Ուրախացրի ծերուկիս, բոլորիս ուրախացրի։ Նա տան համար էր եկել, բայց նայում էր քեզ։ Իսկ միթե դա քեզ հուզեց։ Դու առայժմ իմ կինն ես։ Կարող եմ քեզ հանգստացնել, նա միայն տունն էր դիտում։ Միայն այն մասը, որտեղ դու էիր կանգնած։ Չհամարձակվես ինձ հակաճարել, դա ինձ այրացնում է։ Նա ինչու էր նայում քեզ։ Չէ որ ես էլ տան դետալ եմ։ Ահա թե ինչ։ Ուրեմն ես ամուսնացած եմ ճարտարապետական դետալի վրա, շատ ուրախ եմ։ Իսկ ով ես դու այդ դեպքում, խոյակ թե որմնախորշ։ Արձանասյուն։ Ինչ։ Քարե մի արարած, որ իր ուսերին է պահում տան բեռը։ Նա լռում է ինչքան էլ որ ծանր է իր համար։ Բայց դու չես լռում։ Պիտի լռեմ։ Հարթուկիր։ Կես ժամից հետո իմ համերգն է, ես պետք է լինեմ ուրախ, հարույկ, ինքնավստահ, իսկ դու ինչ ես այդպես նայում ինձ։ Դե։ Քարե արարած։ Մամա, լսում ես, նա արդեն ձայնն է փորձում։ Ես կուշանամ համերգից, շուտ արա։ Չես ուշանա։ Ինձ արդեն ձանձրացել այդ ինը։ Դու նրա ոչ մի համերգը պատ չես թողնում։ Իսկ դա ինչով է պատկոր։ Դե նա սիրում է։ Նա սիրում է ոչ թե եկը, 10։ Նախև առաջ, նա ապրում է հենց մեր տան։ Ավելի վատ, 11։ Եվ երկրորդը նա կին ունի։ Ճիշտ այդպես կին ունի։ Միշտեր մարդիկ կան, որ լուրջ առաջարկություն են անում ահա այս սագին։ Ախ, իմ շատ տեքն է նրա առաջարկություն։ 13։ Ափսոս որ Մելքումովը մի քիչ մեծ է նրանից։ Այո, ճիշտ է։ Եվ հենց դա է շատ լավ է։ Դու ինչ ես պապանցվել։ Իսկ ինչ պիտի ասեմ։ Մամա, դե շուտ արա, ես ուշանում եմ համերգից։ Ես գնում եմ շորստուր։ Ով կա։ Մի լսիր, թե ինչ է ասում քեզ հայրդ։ Մելքումովը հարուստ մարդ է, դու նրա հետ խաղու պարով կապրես, նա քեզ ձեռքերի վրա կպահի։ Մամա, ես գիտեմ ինչ եմ անում, Մելքումովի մասին լսել չեմ ուզում։ Դու կգնաս Մելքումովի մոտ,
Եվ այս ապրանքներ հետդ կտանես։ Ես ոչ մի տեղ չեմ գնա, ես տանել չեմ կարող սպեկուլյանտերի։ Դե դու հասկանում ես, որ իմ հայրը, իմ պապը, պապիս պապը առևտրականներ են եղել։ Իսկ իմ ամուսին առևտրական չպետք է լի, հասկանում եք։ Ոյ մամուշկա, ես մի քիչ կուշանամ։ Լավ։ Տեսա՞ր։ Դու ես մեղավորը։ Ես եմ մեղավոր։ Այո, դու։ Ես եմ մեղավոր։ Այո։ Բոլորը գնում են համերգ։ Ամենայն դեպս համերգան գնում, պետք է ծաղիկներ վերցնել մեզ հետ։ Ինչպես չէ, դեռ պակաս որից ծաղիկներով գնային նրա մոտ։ Դու պետք է պարծենաս։ Քարտաշի որդին հռչակավոր արտիստ է։ Ես էլ եմ բարձանում, բայց ահա թե ուր է ասել այդ բարձանքը։ Եթե դու իմանայիր, թե ինչպես իրեն տանը բահում, ոչ բանի չի հավանում։ Բոլորն էլ վատ են, հայրը անկուլտուրական, կինը վատ։ Խեց ուզանանդան ժուվ մեծերից, ասացեք խնդրեմ, արտիստ։ Այդ բոլորը կանցնեն։ Առաջին շրջանում բոլորն այդ պարքից գլուխները կորցնում են։ Ծաղիկներ, ծափեր, աղջիկներ։ Սկսել է հորների գայցունից քաշվել, հրամայում է, համեր գլիս լավ հակնվիր, սա նրան դուր չի գլիս։ Չեմ գնամ։ Դե, գնանք։ Այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ։ Հազար ճանապարհ ես դու իմ դեմացել, իմ լավ հարազատ, իմ քաղաք, զարդարի դեմ շարել, քեզ հետ հասակ եմ արել, իմ Երևան քո ամեն շենքի հետ, ես իմ կյանքն եմ կապել, Ես միշտ սիրել եմ իմ վարդագույն ընկեր, քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել, դու անխավար լույսի դու Երևան, ամեն հայի Երևան, դու անխավար լույսի դու Երևան, ամեն հայի հույսի դու Երևան։ Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ, աշունդ ոսկե մի երան, Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ, զանգվիդ կոհակները պիրուտ, քեզ հետ կիսել եմ միշտ, թե խնդություն և թե վիշտ, իմ Երևան քո կանաչ արդի հետ, ես իմ սիրտն եմ կապել առհավեր։ Ես միշտ սիրել եմ իմ վարդագույն ընկեր, քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել, դու անխավար լույսի տուն Երևան, ամեն հայի հույսի տուն Երևան, դու անխավար լույսի Երևան, ամեն հայի հույսի դու Երևան։ Դու անխավար լույսի դու Երևան, ամեն հայի Երևան, դու անխավար լույսի տուն Երևան, ամեն հայի լույսի տուն Երևան։
Կոմպոզիտոր Բաբաջանյան, երգ սիրո մասին։ Զեփյուրներ խաղում թփերում, բարսերդ մեղմի գուրգուրում, կրկնում էր եսքիս հետ շարունակ, իմ անուշ իմ միակ, քեզնով եմ քեզ միայն ապրում ու շնչում, իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, դու իմ սիրո արև իմ բերկրանք, իմ անուշ իմ միակ, արդեն օրերն են անցել, միշտ ինձ հետ ես անգին։ Սկսում ես, այդ մեր պապան է երգում գալի, մեր պապան։ Չէ որ մենք շատ ենք սիրում մեր պապայի, ճիշտ է չէ փոքրիկս։ Ներս եկեք։ Միայն ապրում ու շնչում, իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, դու Ինչու համար եք իմ բերկրանք, իմ անուշ իմ միակ, հեռացեք։ Զեփյուրներ խաղում թփերում, Հեռացեք։ Կրկնում էր եսքիս հետ շարունակ, իմ անուշ իմ միակ, քեզնով եմ քեզ Ինչպես մի լեռն գա ուսերից, լավ տան գլսեմ։ Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, դու իմ սիրո արև իմ բերկրանք, Պապի, դու իմ անուշ պապի, այդ ինչ լեր է քո ուսերի վրա։ Դա իսկական լեր չէ, հենց այվես, խոսքի համար։ Ներեցեք, կարելի է խնդրել ձեր ինքնագիրը։ Շատ շնորհակալ։ Ես ևս շնորհակալ եմ։ Իսկ իմ ինքնագիրը պետք չէ։ Հիանալի, շատ բարի։ Շնորհակալություն։ Մերսի։ Արդեն դուտոնես Շնորհակալ եմ։ Ստեսյուն աղջիկներ։ Քեզ ինչ ասացնա։ Գնանք։ Բերեք, Դոդիկ, մի մեքենական ճիր գնանք, ես հոգնած եմ։ Իսկույն։ Արսեն, զավակս, շնորհավորում եմ սրտանց, շատ լավ էր։ Ուղղակի հրաշալի։ Գիտես, միայն մի տեղում ես ուզում եմ քո ուշադրությունը հրավիրել։ Ինչ եք ասում, ամեն բան անթերի է։ Դուք պետք է գիտենաք, Արսեն Վարունցը բոլոր դեպքերում հրաշալի է երգում։ Դու գնա, դա քո գործը չէ։ Բարեկամներս, ծանոթացեք։ Իմ առաջին ուսուցիչը։ Շատ շնորհակալ եմ, շատ բարի է, շատ։ Մեքենան սպասում է, գնա։ Զգացված եմ։ Գնանք։ Ասացեք տանը, որ ես ուշ կգամ։ Գնացին, աղջիկներ, եկեք, շապ, նստեցեք, այդպես, շապ, նստեցեք, դե գնացին։
Արդեն ժամի 3-ն է, Վարուժան։ Դու էլի ծխում ես։ Մի քիչ նստիր ինձ հետ, մամա։ Գեղեցիկ է։ Ես սիրում եմ նայել քո գծագրելուն։ Մամա, ինձ հետ դժբախտություն է պատահել։ Ինչեր ես ասում։ Եվ ինչու ես դու ժպտում։ Միթե ես ժպտացի։ Քեզ ինչ է պատահել, Վարուժան։ Նստիր։ Ես սիրում եմ, մամա։ Իսկ ով է նա։ Դու նրան չգիտես։ Ըստ որում ես էլ համարյա չգիտեի։ Նա ամուսին ունի եւ երեխա։ Աստված իմ։ Եվ դու վաղուց ես ճանաչում այդ կնոջը։ Հազիվ 3-4 օր։ Ես առաջ էի հանդիպել նրան, բայց ինչ որ չէի նկատել։ Ու հանկարծ տեսա։ Եվ հետո Ոչինչ։ Նա հազիվ ինձ մի խոսք ասաց։ Եվ ինչ խոսք ասաց։ Հեռացեք։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Տարօրինակ է։ Դա լավ չէ։ Դա սեր չէ, Վարուժան։ Սերն այդպես հանգարցակի չի պատահում։ Իսկ ինձ հետ պատահեց։ Ես քեզ կծանոթացնեմ նրա հետ եւ դու ամեն բան կհասկանաս։ Ես չեմ ցանկանում ծանոթանալ այդ կնոջ հետ։ Չեմ ցանկանում։ Դե ինչ։ Լսիր Արսեն, որտեղ է իր ասկանուշ։ Քեզ համար դեռ վաղ է հասկանալ։ Կամաց, քնած եմ։ Թող գնան։ Ուտել ուզում ես։ Ախ, ինչպես ես չեմ ուզում գալ այստեղ։ Ոչ, չեն հասկանում ինձ այս տանը։ Յուրաքանչյուրն իր դժբախտությունն ունի։ Զզվելի է, ամեն ինչ զզվելի է։ Պարկիր քնիր։ Դու այդ ումն ես ասում պարկիր քնիր։ Երեխայի։ Վերջ տուր։ Ինչպես թե վերջ տուր։ Յուրաքանչյուր կին երջանիկ կլիներ ինձ հետ խոսելու համար։ Ես արտիստ եմ։ Հասկացիր վերջի վերջո ինձ համար տրամադրությունն է ամենից կարևոր։ Քեզ հետ արվեստի մասին են խոսում, իսկ դու… Այս ինչ աղմուկ է, հա? Ոչինչ, հայրիկ, ամուսիններ ենք, խոսում ենք, հազար ու մի բան կարող է պատահել։ Դու պարկիր քնիր, պարկիր։ Պարկիր, բայց ինչպես է պարկիր։ Դու այդ ում ես խոսում։ Դու ինքնա պարկիր, եւ ոչ մի խոսք, որ ձերդ չլսվի։ Խելքդ պլուղ թավակիր։ Լագոտ։ Դե դուրդ եկավ։ Էլի ես եմ եղել։ Լրիր։
Քեզ ի՞նչ է պատահել։ Ինչու ես այդպես նայում։ Ընկել եմ։ Օգնիր բարձրանամ։ Խնդրեմ։ Ինչ է։ Շատ է ցավում։ Իհարկե ցավում է։ Այն երեկո, երբ ձեր ուսուցիչը ստիպված եղավ համերգից վերադառնալ հորտանձրևի տակ, մրսեց ու անկողին ընկավ։ Հարևանները խնամում են նրան։ Այս գիշեր Ռուզաննան է հերթապահում։ Լավ, շնորհակալություն։ Ինչու ես աղքաշում ունիք։ Հենց այնպես։ Դուք կարդացել եք Դուբրովսկին։ Այո, իսկ ինչ է որ։ Այս մտածում եմ, թե ինչու գրքերում շատ հաճախ գրում են դժբախտ սիրո մասին։ Այ Դուբրովսկին հերոս է, բայց սերը դարձյալ դժբախտ է։ Ես կարծում եմ, որ սերը պետք է միշտ երջանիկ լինի։ Սկզբից սերը միշտ երջանիկ է լինում, իսկ պահպանել այդ երջանկությունը կախված է իրենցից, մարդկանցից։ Ինչպես ես Միրոն։ Դու գնա հանգստացիր, ես կնստեմ։ Լավ։ Գնաց։ Այո։ Այ դու ես Տիգրան։ Այ քեզ լավ հիվանդապահ, չգիտի հիվանդը քնած է թե արթուն։ Եթե որևէ բան պետք լինի, ինձ կանչեք։ Լավ։ Մի տեսե Տիգրան, տես թե ինչ լավ երիտասարդ չունենք աճեցրել։ Այ ես մեծ թողաշատերներ ունեմ եւ բոլորն էլ այս ինչ է։ Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար, հաստատ գիտեմ, որ սեր ունես, Ինչ եք անում։ ինձ Հարցանիք եք շարքել ինչ է։ Գինին Ապա դերներս, խուլիգաններ, պիտի լրեք թե չէ։ Արի նազով, արի խաղով, ինչ ես ինձ տանջում։ Երկիր Արսեն ջան, քեզանից առաջ բարեկամներ չեմ ունեցել, ես քեզանից հետո չեմ ունենա։ Երևանի սիրուն աղջիկ, էլ ինչ դարդուն է։ Շիլար հանգստացիր։ Առավոտյան հետ խոսես։ Լավ, բրգիր։ Ինչան պիտի հանգստացիր։ Երևանի սիրուն աղջիկ, անգին քարուն է։ Դեպի չեն համեր, խայտարակություն չեն լավաչում։ Քեզ եմ կանչում, արի սերանեմ, քեզ իմ սիրո ծաղկած այգու սրտիս տերանեմ, գինին ձերիս անուշ թաղով, քեզ եմ ես կանչում, արի նազով, արի խաղով, ինչ ես ինձ տանջում, ինձ պես յարուն է։ Սա ինչ խուլիգանություն է, չեք համաչում անամոթ է։ Երևանի սիրուն Արսեն, մարդիկ քնած են, անհարմար է։ Մոստիրամոթ է, Արսեն։ Հեռացիր այգին, մի խանգարի։ Երևանի սիրուն Հայրիկ, զսպեցեք նրան, նա ոչինչ չի ուզում լսել։ Դու բարգիր, ես հիմա հանգիստ կխոսեմ նրա հետ։
Արսեն, այս տան մեջ առաջին անգամ հնչեց փաստվածային ձայնը։ Երկիր, էլի երկիր, ուրախացրու քո բարեկամներին եւ հարևաններին։ Հեյլագոտ, հայստեղ։ Մի բարգանա հայրիկ, ներիր։ Մենք այստեղ ընկերների հետ մի փոքր դուներիր։ Դու հասկանում ես քո արած, հա։ Ինչ կո։ Դե պարզը քարտաշի համար դժվար է հասկանալ, թե ինչ է արվեստը։ Ինչ ասած։ Լռում ես։ Ես սրանք քո ընկերներն են։ Հեռացիր իսկ քո ընկերների հետ որևէ չտեսնեմ քեզ այստեղ։ Այդպես հայրիկ։ Դու ուզում ես որ ես հեռանամ։ Հեռացիր։ Ու կհեռանամ։ Ու կհեռանամ։ Ապա տղեր գնացինք այստեղից։ Գնանք։ Հեռացեք։ Ինչ արեց նա։ Ոչինչ կարգավորվի, նստիր։ Նրա մեջ լավն ու վատը խառնված են իրար։ Եվ դեռ հայտնի չէ, թե որն է շատ։ Դու չէ, որ սիրում ես նրան։ Սերը միայն գրքերի մեջ է, իսկ կյանքում այն չկա։ Իսկ ինչ կա կյանքում։ Դու ինչքան ես ապրել որ։ Միթե այդքան շատ գիտես։ Դե ասա։ Չէ որ ինքդ էիր ասում։ Երջանկությունը կախված է իրենց մարդկանցից։ Դու դեռ կյանքում երջանիկ կլինես, աղջիկս։ Այս տան մեջ ոչինչ չի կարելի թաքցնել, երբ մարդը ուրախ է կամ վիշտ ունի, ամբողջ տունը կիմանա, իսկ Օֆելիան շատ է ուզում իմանալ։ Կաշվե ճամպրուկ, զամշե բաչկոն, բաց գույնի կոստյում գոտիով, սապրվելու պարագաներ, ռեզինով գուլպաներ, նեյլոնի վերնաշապիկ, և վերջո լողալու կապույտ կիսավարտիկ։ Ես արդեն բոլորը դրի։ Ինչու են այսքան իրեր տանում։ Գաստրոլների համար։ Սոչի, Կրասնոդար, Ռոստով, 1.5 ամիս։ Այստեղ կարմիր փողկապել է նախատեսված ցուցակով։ Ուր է նա։ Ով կա։ Ինչ եղավ։ Ինչ են անում, իսկ չպիտի գա փոքրիկին հրաժեշտ տալու։ Նեղացել է մադամ, նեղացել։ Իսկ նա ումից է նեղացել։ Ձեզանից մադամ, ձեզանից։ Այ եթե ասում եմ կինը կյանքի մտերիմ ընկերուհի լինի։ Դուք ամեն բան ստացաք ցուցակով։ Այո։ Բաժանվեցին։ Նա իր բոլոր իրերը տարավ վերնաշապիկներ, կոստյումներ, մինչև անգամ փողկապներ։ Ես այդպես էլ գիտեի, ես վաղուց էի սպասում, դե նրանք ինչ զույգ են։ Նա ինչ կին է, նա ինչ ամուսին։ Իհարկե։ Իդեպ գնալու ես Սոչի Մելքումովի մոտ թե ոչ։ Իսկ ինչու իդեպ։ Նրա համար, որ քո երկիչը չկա։ Եվ դու ձանձրացրել ես ինձ։ Վերջին անգամ եմ հարցնում քեզ։ Պապա։ Պապ, դու շատ ես ցանկանում, որ ես գնամ նրա մոտ, ինչ է անունը, Մելքումովի, Սոչի։ Ես ուզում եմ, որ դու ամուսնանաս նրա հետ հիմար։ Վերջ-վերջո ես 20 տարեկան չեմ։ Ես սկլերոզ ունեմ, արյան ճնշում։ Լավ, ես կգնամ, կգնամ։ Վերջապես։ Դե հա, տրապ-պամ-պամ։ Դու հետդ մի քիչ ապրանք վերցրու։ 30 զույգ կոշիկ, նա գիտի իմ գինը, հանձնի նրան։ Ինչ, ես ոչ
Ոչ մի կոշիկ էլ չեմ վերցնի։ Չէ, չեմ վերցնի։ Ես չեմ խառնվի ձեր մեքենայից ցներին։ Իսկ եթե դուք ինձ ստիպեք տանել ձեր այդ սքանչելի կոշիկները, ապա ես բոլորովին էլ չեմ գնա։ Լավ, հանգստացիր, միայն մի բղավիր։ Ես քեզ համար ամեն բան կանեմ։ Միայն թե դու գնա Մելքումովի մոտ, չես փոշմանի, չէ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք դարձյալ այստեղ եք։ Երրորդ օրն է դուք միևնույն ժամին գալիս եք մեր ինստիտուտի դուռը։ Չորրորդ օրն եմ գալիս։ Ինձ պետք է փոքր-ինչ խոսել ձեզ հետ։ Ստեսություն։ Ես նույնպես այդ կողմ։ Դուք իհարկե հիմա ինձ կասեք, որ երեխա ունեք, որ ամուսնացած եք, որ ես պետք է հանգիստ թողնեմ ձեզ, այո։ Այո։ Դուք լավ չեք վարվում։ Ես չգիտեմ լավ թե վատ, բայց հավատացած եմ, որ ճիշտ եմ վարվում։ Դուք ճիշտ եք համարում հետապնդել ամուսնացած կնոջը։ Ես միայն ուզում եի ասել ձեզ, ես միայն ուզում եմ ասել, որ Հեռացեք։ Արսեն։ Լսիր, դու խիղճ ունես։ Ձեզ հետ ես հետո կխոսեմ։ Ես ամաչում եմ քո փոխարեն։ Ինքդ մի քեզ նայիր։ Զզվելի է տեսնել, թե դու ինչպես ես շրջում կողմնակի մարդկանց հետ, բայց ես դեռ կենդանի եմ եւ ինձ մի խայտարակիր։ Դու մի հարցնեիր, իմանայիր գոնե։ Իսկ ձեզ հետ իմ խոսակցությունը կարճ կլինի։ Թող։ Արսեն ջան, ծովափնի հանգստացողները քեզ են սպասում։ Ինչ ես նստել դոդիկ։ Արսեն հոգյակս, մենք ուշանում ենք գնացքից, հարկավոր չէ գլուխ մի դնի։ Խնդրում եմ, գնա։ Խոսակցությունը ձեզ հետ դեռ չի վերջացել։ Իսկ ույն տուն գնա։ Արի Արսեն, արի նստիր, ուշանում ենք։ Գնացինք։ Իսերն ասո, խնդրում եմ ներեք ինձ, ես մեղավոր եմ և Եվ ահա, վրա հասավ հին տան վերջին օրը։ Շատ եք երկարացնում տղեր, արագ, ինչպես չեք կարողանում հրաժարվել այս անիծյալ հին աշխարհից մի կերպ։ Իսկ դուք կարծում եք, որ արդեն հրաժարվել եք։ Առողջություն, շնորհակալություն։ Դուր, արագ։ Ապա մի կորեք այստեղ։ Հա ինչա։ Բոլոր արդեն դուրս են եկել։ Ես քեզ եմ հարցնում։ Հեյ, տիկի, բոլոր արդեն դուրս են եկել։ Չէ, չեն դուրս եկել։ Մեզ մոտ ապրի իրավետ, Ռուզանեն կխնամեր քեզ։ Չեմ ուզում նեղություն պատճառել։ Ասում են, ինձ համար սենյակ են տրամադրել։ Ավելի լավ է գնամ այնտեղ։ Ինչպես կուզես, բայց մենակ տխուր կլինի։ Լավ, շուտ կգամ քեզ մոտ։ Հիմա մենք երկրի երեսից կջնջենք հնության մի ամրոց ևս։ Կանգ առեք, այստեղ մարդիկ կան։ Ինչ եք անում։ Կանգ առ։ Մատորնաճտի, դադարեցրու ասում եմ։ Դու հասկանում ես ինչ ես անում, թե ոչ։ Բա ես ինչ անեմ, ամեն մեկին առանցին պիտի ասեմ, ես պլան պետք է կատարեմ։ Իսկ ինչու է դանդաղում Ավետ Ալեքսանդր։ Նա հիվանդ մարդ է, նրա համար այդքան հեշտ չէ դուրս գալը։ Եվ բացի այդ նրան մի սենյակ ընտրեց այրեմ ասում, ով պետք է հերվում խնամի նրան։ Ձեզ մոտ նարեք նրա, եթե այդքան ուզել է ձեզ, ճշմարիտ չէ Վարուժան Գրիգորի։ Ճշմարիտ կլներ քեզ աշխատանքից ազատել։ Լավ անձնավորություն է։ Ես վախենում եմ թողնել նրան։ Նա ինչպես մենակ կմնա այնտեղ։ Գիտեք ինչ։ Եկեք նրան տարենք մեզ մոտ։ Մեր բնակարանն ընդարձակ է։ Նա չի համաձայնվի։ Իսկ մենք կասենք, որ նրան մի սենյակ են տրամադրել մեր բնակարանում։ Իսկ ձեր մայրը։ Նա միայն ուրախ կլինի, չէ որ նա իր ժամանակին երկի դասեր է վերցրել նրանից։
Ինչ համարցակ որոշումներ եք անում։ Հավատացեք ինձ, վախկոտությունը կյանքում չի օգնում։ Ես նրան մեզ մոտ կտանեմ։ Ես հիմա կխոսեմ նրա հետ այդ մասին։ Ինչ տարօրինակ է լինում կյանքում։ Չէ՞ որ մենք հարևաններ ենք։ Մինչդեռ այնքան հեռու էինք իրարից Արսեն։ Ինձ թվում էր, որ դու ինձ համարում էիր մի փոքրիկ, հիմար ու թեթևամիտ աղջիկ։ Իսկ դու կարծում ես, որ արդեն մեծ ես։ Այո, մեծ եմ։ Ես դիտմամբ քեզ բերի այստեղ։ Ինչու համար։ Տեսնում ես այս քեռու։ Տեսնում ես։ Ինձ ուզում է նրա հետ ամուսնացնել։ Հապա մի տեսնենք քո նշանածին։ Շնորհակալություն։ Տեսություն, տեսություն։ Օֆելիա, սիրելիս։ Բարև ձեզ։ Բարև։ Բարեկարգուստ։ Իսկ ես սպասում էի ձեզ, սպասում։ Սպասում եք։ Տարօրինակ է։ Դե իհարկե, ես Գասպարից նամակ էի ստացել։ Վազում եմ կայարան, դուք ոչ միտեղ չկաք ու չկաք։ Իդեպ դուք ինչ-որ բան պետք է վերեիք ինձ համար, հա։ Ոչինչ եք ասում, ես ոչինչ էլ չեմ վերել։ Դե լավ, գործերի մասին հետո։ Ես ինչ գործ կարող եմ ունենալ ձեզ հետ։ Բացի իմ ամենամոտ բարեկամի հետ ձեզ մոտ նկարվելուց։ Արսեն։ Ծանոթացեք, սա նշանավոր երգիչ Արսեն Վարունցն է։ Գուցե լսած լինեք։ Շատ ուրախ։ Շատ ուրախ։ Կցանկանայիք լուսանկարվել։ Հա։ Այո, հենց այդպես։ Ինչ կխնդրեմ։ Համեցեք, այդպես։ Իսրայելը գիտե, որ դուք մի ամբողջ շաբաթ ճամփորդում եք ձեր ամենամոտ բարեկամի հետ։ Իսկ ինչու պետք է նա գիտենա։ Իսկապես ինչու պետք է գիտենա, որ նկարում եմ։ Պատրաստ է։ Ինչքան պիտի վճարը։ 47 ռուբլի 50 կոպեկ։ Խնդրեմ, շնորհակալություն, ստացականի կարիք չկա, տեսություն։ Ստեսություն։ Իսկ հիմա ինչ պետք է անենք։ Գնանք միասին ճաշենք։ Գնանք։ Ահա նրանք։ Ասացեք, որտեղ է Արսեն Վարունցը։ Զբաղված է կարևոր գործերով։ Լսեցեք, ձկնորսները եկել են 80 կիլոմետրից։ Դահլիճը լիքը բանվորներ են։ Դուք հասկանում եք այդ։ Ձկնորսները լավ ժողովուրդ են։ Նրանք մեզ հիանալի կերակրում են ձկով, բայց գուցե նրանք մի կերպ վիոլա գնան առանց արվեստի, է։ Դուք սրան նայեցեք։ Բեխիկներ։ Ուր է Վարունցը։ Իսկ ինչու եք դուք այդպես գոռգոռում։ Իսկ դուք կընտրեցիք նրան հյուրանոցի համարներից մեկն ու մեկում։ Դե։ Այ քեզ դե։ Դու սիրում ես ինձ։ Այո, իհարկե։ Ես չի ուզի վատ բան ասել Ռուզաննայի մասին, բայց նա քեզ չի հասկանում։ Ինչպես կարելի է երկչեկի լինել և չմբռնել նրա հոգին։ Արսեն, դու չես ուշանա Ամերիկից։ Ոչինչ կսպասեն։ Դու շատ ես փոխվել, Արսեն։ Ես կարծում էի, դու սիրում ես ինձ։ Չէ՞ որ ես միայն քեզ համար եմ եկել այստեղ։ Եվ ինձ թվում էր, թե դու սիրում ես ինձ։ Դու ինչ է,
Իսկապես միամիտ ես։ Կոնյակ։ Արսեն, ուր ես կորել, ինչ ես անում, ախր դու հիմա պիտի երկես, դու պետք է սկսես համերգը։ Եվ կսկսեմ։ Օ, Տեր Աստված, ինչու ես խմում, չէ որ պիտի երկես։ Դե գնանք, շուտ, օ, դու ինձ կրակը պիտի գցես անպայման։ Օ, անախորժություն է լինելու, զգում եմ ես, զգում եմ։ Եվ նազում էր կեչի, գարնան արև էր գուրում, մեր համքյուր առաջին, զեփյուրն էր խաղում թփերում, վարսերդ մեղմի գուրգուրում, կրկնում էր երկիս հետ շարունակ, իմ անուշի միակ, քեզ նով եմ ես միայն, ապրում ու շնչում, իր շուրթերից անունն է քո միշտ հնչում, դու իմ սիրո արև, իմ բերկրանք, իմ անուշի միակ։ Արդեն օդ օրերն են անցել, միշտ ինձ հետ ես անկին, սակայն ես չեմ մոռացել մեր գարունն ու այգին, զեփյուրն էր խաղում թփերում, վարսերդ մեղմի գուրգուրում, կրկնում էր երկիս հետ շարունակ, իմ անուշի միակ, քեզ նով եմ ես։ Ինչ հայտարարություն է։ Ուշադրություն, մեր նվագախմբի կոլեկտիվը ներողություն է խնդրում հանդիսականներից, արտիստ Արսեն Վարունցը երգել չի կարող, նա հարբած է։ Մենք մի քանի անգամ ներել ենք նրան, այս անգամ սակայն ես խոստանում եմ, որ մենք պատժենք նրան։ Ճիշտ է։ Արսեն, դու այստեղ ես։ Դու այստեղ ես, Արսեն։ Բաց արա։ Ով է։ Այդ ես եմ, Օֆելիան։ Բաց արա, Արսեն։ Դե բաց արա։ Ինչ ես ուզում։ Եկել ես ցավակցելու։ Հեռացիր։ Ինչ ես ասում, Արսեն։ Լսիր ինձ, գնանք այստեղից, հա? Որ ուզես, ես քեզ երբեք չեմ թողնի, ինչ էլ որ պատահի քեզ հետ։ Չեմ թողնի, դու ինչ ես ուզում ես ամուսնանալ ինձ հետ, ես կին ունեմ, հասկանում ես, կին ունեմ, հեռացիր։ Ինչ ես ասում, Արսեն։ Հեռացիր։
Դու ընդհանրապես ես ինչ եմ ուսին։ Այն ստաց տեսեք, այ։ Գնանք նրա մոտ։ Նա հիմա մենակ է մնացել։ Բոլորը երես են դարձել։ Միթե դարդարացի է։ Կարելի է այդպես վարվել մարդու հետ։ Այո։ Հիմա նա խմած է, եւ դա հասկանալի է։ Դա մի անգամայն բնական է։ Խնդրեմ, բարի եղեք, մոտեցեք մեզ։ Շնորհակալություն։ Ինչ արին, հա։ Այսպիսի երկչին։ Վրընդեցին աշխատանքից որպես անպետքություն եւ ոչ ոք պաշտպանության մի խոսք չասաց։ Եվ ընկեր են կոչվում։ Մեծ բան է, մարդը խմեց մի անգամ, ժողով գումարեցին, ելույթ ունեցան մի քանի զրպարտիչներ։ Խմաթակես։ Ինչ վատ է արցեն։ Չամարցակվես այդպես խոսել իմ ընկերների մասին դու։ Գործվիր։ Ինչ է ուշացել է։ Գնացք եկել։ Ինչպես ուշացա, հա։ Բարև Օֆելիա, առանց ռևոլյուցիա։ Հոնիկ, այդ ինչպես իմացար։ Ես մի շաբաթ է դիմավորում եմ Սոչի Գրանսկին։ Ար։ Ինչ եք կանգնել, դու կտրճվես։ Գնանք, վազեք, վազեք։ Դու ներիր, ես միայն հեծանին ունեմ։ Գիտես, Օնիկ, ես հարաբերություններս խզեցի այն մարդու հետ, որին հայրս ինձ փեսացու էր ընտրել։ Եվ շատ լավ է։ Ես ուրախ եմ քեզ համար։ Օնիկ, ես քեզ շատ բան պիտի պատմեմ։ Շինարարական վերամբարձ կրունկները երևում են ամբողջ քաղաքում։ Չկա մի փողոց, ուր չաղմկեն քարհատող մեքենաները եւ բետոնախառնիչները։ Շինարարությունը առաջ է գնում նաեւ մեր ցանոթ փողոցում։ Եվ այն մարդիկ, որ երկար տարիներ հարևաններ են եղել, այժմ հանդիպել են կրկին եւ որոշել են հանգստիորեն աշխատել նոր տան շինարարության վրա։ Շաբաթօրյակի էր եկել նաեւ Վարուժանը։ Մուկոչ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներեցեք, կարելի է ձեզ մի րոպե։ Ասացեք, ինչու եք անտեսում նախագիծը։ Ես եմ անտեսում։ Որտեղ ցույց տվեք։ Ինձ համար նախագիծը մայրիկիցս թանկ է, ոչ մի անտեսում։ Իսկ ուր է միջարկային կարնիզը։ Կարնիզը։ Լավ, ինչի է պետք այդ ավելորդ զարդաքանդակը Վարուժանի։ Լսեք, հիմարություններ դուրս մի տակ։ Ես խնդրում եմ։ Իսկ ես խնդրում եմ, որ մինչև վերջին զարդաքանդակը կատարվի անպայման։ Դա զարդաքանդակները ինձ համար սրբություն է։ Վերին երկու շարքը պետք է հանել եւ անպայման շարել նախագծի համաձայն։ Լսում եմ։ Եվ ես այս մարդուն համարում եմ Երևանի լավագույն ճարտարապետը։
Շուտ եք սկսել նախաճաշել։ Իսկ ես ինձ վրա վերցրի հաշվառումը։ Դե մեկն ու մեկը պետք է զբաղվեր դրանով, չէ։ Դե հա, նստելու հաշվում եմ։ Ձեր կնած։ Խմեք, անուշ լինի։ Ինձ մի տեղ ասացին, որ ես 7-րդ բնակարանը պետք է ստանամ։ Դուք չգիտեք մոտավորապես որտեղ է այդ բնակարանը։ 7-րդը։ Այո։ Այստեղ։ Այստեղ։ Ինչ եք ասում, ուրեմն մենք նստած ենք մեր բնակարանում։ Ինչ է ցավում է։ Չէ, ոչինչ։ Սկուր։ Շրջանակները լավն են։ Այո, հիանալի է։ Իմ շինարարության վրա ամեն բան բարձր տեսակի։ Այդ դեպքում դրեք այստեղ։ Դա 7-րդ բնակարանի համար է։ Ոյ։ Ներեցեք, ես ուզում եի հարցնել ձեզ, ինչպես է զգում իրեն Ավետ Ալեքսանդրովիչը։ Ոչ այնքան լավ։ Ոչ այնքան լավ։ Նա ձեր մասին է հարցնում։ Միգուցե մի անգամ այցելեիք նրան։ Շատ լավ։ Խնդրում եմ ասացեք նրան, որ վաղը պարապմունքներից հետո անպայման կանցնեմ։ Կասեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուշ են վերջանում ձեր պարամունքները։ Այո։ Բարև ձեզ։ Բարև։ Նա ինչպես է զգում իրեն։ Չգիտեմ։ Այս կողմ խնդրեմ։ Տվեք ես։ Այստեղ։ Այո, դեպի աջ։ Նվագում է, չխանգարենք։ Չխանգարենք։ Նստեցեք, խնդրում եմ։ Շնորհակալ եմ։ Ես չպետք է գայի այստեղ։ Ինչու։ Չէ որ դուք այցելում եք հիվանդի։ Ես ուրախ եմ, որ հիմա նա իրեն լավ է զգում։ Ռուզան, ասացեք դուք երջանիկ եք։ Ինչու նա դադարեց նվագել։ Դու մի լսիր, ինչ եմ նվագում։ Լավ լսիր։ Գիտես, սա իմ նոր երգն է, որը միայն նա կարող է երգել։ Միայն Արսենը։ Եվ թող դա կոչվի առաջին սիրո երգ, բայց հնարավոր է այդպես անվանել։ Հա? Կարող է պատահել։ Ես էլ եմ կարծում։ Լսի երիտասարդ, ես ձեզ խնդրում եմ այս նամակը հանձնել Վարունցին։ Ասացեք մի կնոջից է։ Լավ։ Քերեդգրան։ Խնդրեցին տալ քեզ։ Մի բարակ բեխերով տղա էր, ասում է կնոջից է։ Երևի սիրային նամակ է, հա։ Գնա, գնա։
Եթե ուզում եք ձեր որդու քիթու մռութի ջերտել, կարող եք նրան գտնել ճաշարանում այս հասցեով։ Արվել էր շուրջը գարու և նազում էր կեչին Գարնան արև էր բուրում մեր համբյուրն առաջին Սեփյուրն էր խաղում թփերում Բարսերտ մեղմիր գուրգուրում Կրկնում էր երգիս հետ շարունակ Իմ անուշ իմ յակ Եզնով եմ ես միայն ապրում ու շնչում Իմ շուրթերից անուն է քո միշտ հնչում Դու իմ սիրո արև, իմ բերկրանք, իմ անուշ, իմ միակ Արդեն օրերն են անցել, միշտ ինձ հետ ես ամգին Սակայն ես չեմ մոռացել մեր գարուն ու այգին Սեփյուրն էր խաղում թփերում Բարսերտ մեղմի գուրգուրում Կրկնում էր երգիս հետ շարունակ Իմ անուշ իմ յակ Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում Իմ շուրթերից անուն է քո միշտ հնչում Դու իմ սիրո արև, իմ բերկրանք, իմ անուշ, իմ յակ Բրավո Արսեն, հագի այստեղ Լուսին է երկիչ Հապա դու էլի մի բան երկիր Իմանակ երկի Խմիր մեզ հետ, Արսեն Ձեր կենաց Արսեն, գնանք ինձ հետ Ներեցեք ինձ Խնդրեմ, ներեցեք Խնդրեմ մեզ գինի և ուդելիք բերեք Նստիր այստեղ խարիք Որդիս, ձերացել ես, ինչ օրն ես ընգել, Հայրիկ, այսպիսի պայմաններում Լրիր, երբ հայրդ է խոսում Դու այժմ ոչ ոքի հարգավոր չես բացուկո հորից, հարգավոր չես կնոջդ, որդուդ Ասենք, դրանք էլ քեզ հարգավոր չեն Դե, ինչ կենաց խմենք որդիս Թանգակին միակ որդիս Արվեստի կենացը Ինչ կավոր, կարելի և արվեստի կենացը Խմենք Իսկ այժմ պատասխանիր ինձ տղաս Դու այդ ինչ երին, հա Դու կարծում ես տաղանդ ես, քեզ ամեն բան կարելի է Մարդ էիր, կին ունեիր, ընտանիք, զավակ Ամբողջ քաղաքն էր քեզ նայում Իսկ հիմա դες ուր ես ընկել Մի բաժակինու համար գոտրատվում ես մարդկանց առաջ Դու լավ ցեղից ես Արսեն Վարունց Մեր նախորդները 1000 տարի հող են հերգել Հրաշալի տաճարներ են կառուցել Որոնցով հիմա էլ հբարդանում են մարդիկ Այդ մենք ենք կառուցել Իսկ հիմա մենք նոր դներ ենք կառուցում մարդկանց երջանկության համար Այդ ով ես դու զավակս Արսեն Վարունց Էյ դու երիտասարդ Ձեր տեղն այնտեղ է Բարի եղեք որևէ բան երգել
Կարծես ես մի անգամ արդեն վռնդել եմ քեզ։ Ներկել ես ուզում։ դիրեկտոր։ Զավակս, գնանք այստեղից։ Գնանք։ Դուր ինձ գրիր իմ հաշվին, տվեք։ Տղերք, ես ձեզ հետ շատ կարևոր խոսակցություն ունեմ, այդպես, մի րոպե, մի հատ խմենք, այդպես, լուրջ գործ կա։ Հայրիկ, ես պիտի հետ դառնամ, մնաս բարով համբուրիր կարիքի։ Ինչպես թե, չես գալիս նրա մոտ։ Վաղուց է չեմ տեսել երեխային, ինչպես է նա, մեծացել է։ Բայց գուցե էլի կնակ որդիս, հա։ Ռուզանան ուրախանա։ Չէ, նա չի ուրախանա։ Գնանք որդիս, կխոսես Ռուզանի հետ, կասես, որ սխալվել ես, կհաշտվեք։ Չէ, չեմ գա։ Մնաս բարով։ Արսեն, հայրին։ Ինչ է հայրիկ։ Մոդերի։ Չէ, հարկավոր չի։ Վերցու, Հարկավոր չի հայրիկ, հարկավոր չի։ Ես համարյա տանն եմ։ Նեղը գնգն ես արի, լսում ես։ Լավ, հայրիկ։ Չեն աշխատում դրանք, հիմա մեր հաշիվները մաքրվեց նրա հետ։ Ավետ Ալեքսանդրը շատ է խնդրում անցնել իր մոտ։ Հա, Ավետ Ալեքսանդրը Այո։ Լավ, իսկ որտեղ է ապրում։ Այստեղից հեռու չէ։ Բայց որտեղ։ Մեզ մոտ։ Չեմ գա։
Նա շատ է խնդրում։ Շատ լավ գնանք։ Ինձ թվում է, որ լավ կլիներ մենք անկեղծորեն խոսեինք։ Ոչ, ինչի մասին պետք է խոսենք։ Ռուզաննայի։ Ռուզաննան իր ընտրությունը վաղուց է կատարել եւ ընտրել է ինձ, Արսեն Վարունցին։ Դուք ինչ եք կարծում եք ձեզնից վատ եմ, ես արտիստ եմ։ Ուզենամ 5 տարի սերտելով ճարտարապետ կդառնամ։ Դուք 100 տարի էլ սովորեք չեք դառնա արտիստ։ Ինչի համար եք ասում այդ բոլորը։ Ես չեմ ուզում խոսել ձեզ հետ։ Լավ, չխոսենք, գնանք։ Խնդրեմ։ Ոչ, չեմ գնա։ Ինչու։ Չեմ կարող։ Ինչու։ Ասացեք նրան, որ ես միշտ հիշում եմ իրեն։ Որ շնորհակալ եմ նրանից։ Դա Արսենի ձայնն է։ Այդ նա է։ Նա այստեղ է եւ չի ուզում գալ ինձ մոտ։ Այն դեպքում ես կգնամ նրա մոտ։ Պարկեցեք, ես հիմա նա կբերեմ այստեղ, պարկեցեք։ Անմիջապես բերեք։ Բարև ձեզ, ներս անցեք երեխեք, թե չէ նա ինքն է բարձրանում անկողնուց։ Ավետ Ալիսանդր, շտուկ պարկեցեք, ձեզ չի կարելի վերկենալ։ Արսեն, քո ձայնն եմ լսում։ Ես հիմա նրան կկանչեմ։ Ներս անցեք։ Ահա նա։ Արսեն, սիրելիս, ես շատ ուրախ եմ քեզ տեսնելուս համար։ Դու պետք է վերադառնաս իսկական արվեստին։ Ապա մոտեցիր այնտեղ դաշնամուրին։ Մոտեցիր։ Ես քեզ համար նոր երգ եմ գրել։ Եվ շատ եմ ուզում, որ այն քեզ դուր գա։ Վերցրու նոտաները։ Այդտեղ։ Եվ ահա վերջապես վրա հասավ նոր տունը տեղափոխվելու օրը։ Ում համար հասկանալի չի ուրախությունն ու հուզմունքն այն մարդկանց, որոնք բարձրանում են իրենց նոր տան աստիճաններով։ Եվ իհարկե շատ հուզիչ է, երբ առաջին անգամ բացում ես քո նոր բնակարանի դուռը։ Ով են հարևանները։ Շատ հարկավոր են այդպիսի հարևանները, գնա։ Դե ինչ ես գլուխ դնում։ Էլի հավաքվեցին բոլորը։ Հիմա կտեսնես։ Սենյակները մեծ են, լուսավոր։ Օհ, բարձր է։ Տեսեք պարկետը չկեղտոտ Եկեք երեխեք, եկեք։ Որ հարկումն է, հայրիկ։ Հաջորդը մերն է։ Եթե տանը փոստատար է երևում, նշանակում է տունն արդեն բնակված ու ապրում է։ Ումն է այս առաջին հեռագիրը։ Իհարկե Մամիկոնյաններինը։ Շնորհավոր ձեր նոր տունը, բարև ձեզ։ Շեմքի չի կարելի դժբախտ չենք պատահի։ Բարև ձեզ։ Ես ձեզ երկար փնտրեցի ինքեր։ Նոր տուն է, անսովոր եմ, հազիվ գտա ձեզ։ Ոչինչ։ Խնդրեմ, շնորհակալություն։ Ստեսյուն։ Կորավ, ամեն ինչ կորավ։ Ահա հեռագիր սոչից, ամեն ինչ կորավ։ Ինչ է պատահել։ Մեր գուբովին ձերբակալել են։
Ինչ պետք է անել։ Ապուշի մեկն է, ամբողջ ապրանքը բռնագրավել են, 200 սույր կոշիկ, իրեն էլ բանտ են Շատ նստեցրել։ էլ լավ են արել։ Լրիվ հիմար։ Իսկ ինչ պետք է անել։ Պետք է անել։ Ինչ անենք։ Լավ է, որ ես փողերս պահում եմ տարբեր քաղաքներում, մենք այսօր գնում ենք։ Հավաքվեք։ Բայց ինչպես թողնել նոր բնակարանը։ Գրողի ծոց նոր բնակարանը, գրողի ծոցը դուք բոլորդ էլ։ Հավաքիր, միայն ոչ լաթերը, այլ ամենաշքավորներն ու կարևորները։ Պատրաստիր Օֆելիա։ Ես ոչ մի տեղը չեմ։ Ինչ է դու գժվել ես։ Ես ձանձրացել եմ ամբողջ կյանքում թաքչելուց, թաքնելուց, հասկանում ես, ես չեմ ուզում թաքնվել բոլորից, ես ուզում եմ ապրել բոլորին։ Օֆելիա, ինչ ես ասում, աղջիկս, միթե ինձ համար եմ անում, ինչ որ արել եմ, քեզ համար եմ արել միայն։ Ինձ համար։ Իսկ դու ինչ ես արել ինձ համար։ Ինչ։ Արտելից կոշիկներս գողացել, հետո մենք նստել ենք, դողացել, թաքնվել, եւ այդ բոլորը ինձ համար։ Հետո էլ դու չթողեցիր ինձ ինստիտուտ ընդունվեմ, քննություններ տամ, ինչպես իմ բոլոր ընկերները, ինչ է, այդ էլ էր ինձ համար, հա։ Ասում էիր, ես կգտնեմ, առանց քննությունների կընդունվեմ, հետո ինչ եղավ, գտար, իսկ հիմա ես մնացի դատարկաձեռն։ Իսկ Օնիկի հետ ինչպես վարվեցիք, նրանց տեղի հավաքարեք, չեմ ուզում հասկանալ, ոչինչ։ Լսիր, բայց հիմա դրա ժամանակը չէ, ամեն րոպե կարող են գալի մետևից, հասկանում ես թե չէ, հագնվիր, Եվ ջրից, ես հեռանում եմ ձեզանից, մնաք բարով։ Ով կա, ուր ես գնում, հետ դարձիր այն միջապես։ Հետ դարձիր իսկույն անպետք արարած։ Մի սենյակ իր բոլոր հարմարություններով, լսում եմ։ Շնորհակալություն, լսում եմ։ Ոչ առայժմ ամուսնացած չեմ, լսում եմ։ Օֆելիա։ Կարելի է։ Իհարկե։ Ներսարի, ներսարի։ Ինչ լավ է, որ դու եկար։ Արի այստեղ, միայն ես դեռ չեմ հավաքել։ Օնիկ, ես հեռացա մեր տնից։ Ընդմիշտ հեռացա։ Ինչ ես անում, ինչ ես անում, կարիք չկա, լսում ես, դե, ինչու ես լաց լինում, նստիր, գիտես ինչ, դու հիմա ինձ մոտ տանդիրուհի կլինես, նստիր, հիմա մի րոպե, Հալո, Ֆեդյա, չէ, ես հիմա շատ զբաղված եմ, ես հետո կկապվեմ քեզ հետ։ Ամբողջ տանը մարդիկ նոր բնակարան փոխադրվելու առիթով խնջույք էին անում։ Ռուզաննան ինչպես առաջ սեղան էր պատրաստում 4 հոգու համար։ Չէի սպասում։ Մի խոսքով ես երեխայի մոտ եմ եկել։ Ցույց տուր ուր է նա։ Այնտեղ։ Քնած։ Այո։
Նա հաճախ է հարցնում քո մասին։ Պետք է լարել։ Պատրաստվում է։ Դու սեղան էիր պատրաստում։ Շարունակիր։ Ինչու 4 հոգու։ Դա ում համար է։ Սպասում էիր ինձ։ Միգուցե դու կնստեիր ինձ հետ։ Ինչու ներողություն չես խնդրում։ Ինչու չես ասում, որ մեղավոր ես։ Եկել ու լռում ես։ Ես հասկանում եմ, թե ինչ եմ կորցրել։ Երջանկություն եմ ցանկանում քեզ։ Ավետ Շաչուշան սեղանը պատրաստ է։ Ալլա, հիմա գալիս եմ։ Ինչի է դուռը բաց։ Ռուզաննա, դու տանն ես, հա? Արսենը այստեղ էր։ Այո, Եվ գնաց։ եւ գնաց։ Եվ դու չբահեցիր նրան։ Ես չտեսա, թե նա երբ գնաց։ Իսկ դու կուզենայիր, որ նա մնար։ Նա երևի գտնում է, որ ես ինչ-որ բանով մեղավոր եմ նրա առաջ։ Միթե նա դեռ չի հասկացել։ Այո, դու շատ բան ես տրել։ Իմ լավ Ռուզաննա։ Դու կարող էիր բախտավոր լինել։ Չէ, ես ինքս պատկանեմ։
Բարև ձեզ, բարի երեկո։ Ես եկա ձեզ մոտ շնորհավորելու նոր բնակարանը։ Իսկ մենք դեռ մտադիր չենք տոնելու։ Սպասում ենք Արսենին, նա կգա ժամանակ կտոնենք։ Չէ որ նա է այս տանտերով։ Ներեցեք։ Հերի Գրիգոր, այդ ես եմ, բարև ձեզ, չճանաչեցիք, մի րոպե բաց արեք, այդ ես եմ, Արսենը։ Արսեն, այդ դու ես, հիմա բաց կանեմ։ Întrec ochis sărditura, eu iercheț siropta hragi.
պատասխան չկար հույսն իմ զուրեր մի ուրիշներ թողել ոգին առաջին այդ սիրուցա ես չունեմ դադար դու կապրես իմ երկում ոսկևար առաջին այդ սիրուցա ես չունեմ դադար դու կապրես իմ երկում ոսկևար միտք արի կոգնի բաժանումա քո սիրուց թողի հեռացար ամիսներն անցան բայց անունդ իմ ջանքին ես երբեք չմոռացա առաջին այդ սիրուցա ես չունեմ դադար դու կապրես իմ երկում ոսկևար ինձ հեռվում ապրել շատ դժվար էր ես նորից սիրով հետ եկա իմացիր հոգիս սերս բար է ինձ նման քեզ սիրող սիրտ չկա առաջին այդ սիրուցա ես չունեմ դադար դու կապրես իմ երկում ոսկևար առաջին այդ սիրուցա ես չունեմ դադար դու կապրես իմ երկում ոսկևար Համարը հայտարարված Արսեն, բեմ գնա։ Դու ինչու ես այդպես ուզվում այսօր։ Դու ինչ է, առաջին անգամն ես ելույթ ունենում, ինչ է։ Այո, առաջին անգամ։ Զեփյուրներ խաղում թփերում, բարսերդ մեղմի գուրգուրում, կրկնում էր եսքիս հետ շարունակ, իմ անուշ իմ միակ, քեզնով եմ քեզ միայն ապրում ու շնչում, իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, դու իմ սիրո արև, իմ բերկրանք, իմ անուշ իմ միակ, արդեն օրերն են անցել, միշտ ինձ հետ ես անգին, սակայն ես չեմ մոռացել սնգրում ու այգին, զեփյուրներ խաղում թփերում, բարսերդ մեղմի գուրգուրում, կրկնում էր երկիս հետ շարունակ, իմ անուշ իմ միակ, քեզնով եմ քեզ միայն ապրում ու շնչում, իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, դու իմ սիրո արև, իմ բերկրանք, իմ անուշ իմ միակ, զեփյուրներ խաղում թփերում,
Սարսերդ մեդ մի գուրգուրում, կրկնում էր երկիս հետ կարունակ, իմ անուշի միակ, քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում, իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, դու իմ սիրո արև, իմ բերկրանք, դու իմ անուշ ես,